Ծափաթաղ գյուղը երբեք այսքան մարդաշատ չի եղել, գյուղի ամեն անկյունում լսվում է նույն հարցը, որտեղ է փոքրիկ Տիգրանը, 3 տարեկան փոքրիկ տղայի Տիգրան Հովհաննեսովի որոնումները շարունակվում են երեկվանից։ Գյուղի վրա իջած լռությունը խառնվել է անորոշությանն ու վախին և այդ բոլոր զգացմունքների կենտրոնում մի մայր է։ Մայրը հարցազրույցներից մեկում նշել է, որ աշխատանքից տուն է վերադարձել, ինչպես միշտ տուն մտնելիս մտածել է երեխաները երևի բակում են խաղում, բայց երբ մի քանի րոպե անց հասկացել է, որ Տիգրանը չի երևում, նա զանգահարել է 911, իհարկե մի փոքր փնտրելուց հետո։ Այն հարցին, թե ով էր խնամում երեխային, երբ նա աշխատանքի էր, մայրը Մեդիահաբին պատմել է, որ տալն է խնամել երեխաներին։ Իհարկե այս խոսքերն ասվել են առանց մեղադրանքի, առանց կասկածի, միայն ցավով։ Արդյոք տալի անուշադրության հետևանքն է եղել, որ երեխան կորել է։ Դեռ կպարզվի նախաքննության ընթացքում, բայց գյուղում հարցեր են բարձրանում, արդյոք տալը մի պահ աչք է փակել, գուցե երեխան դուրս է եկել առանց նկատվելու։ Ոչ ոք դա հաստատել չի կարող, ոչ ոք չգիտի երբ, ինչպես և ուր է գնացել փոքրիկ Տիգրանը։ Բոլորը միայն գիտեն, որ դա եղել է մի քանի րոպեի ընթացքում, երբ օրը դեռ լուսավոր էր։ Մայրիկն ասում է, որ երեխան հեռու գնացած չի լինի, այդ մի նախադասությունը դարձել է աղոթք։ Նա հավատում է, որ իր որդին ողջ է, որ ինչ-որ տեղ է, գուցե մոլորված, գուցե վախեցած, բայց անպայման կգտնվի։ Գյուղում բոլորը հասկանում են, հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, ոչ ոք չէր ուզենա, որ նման բան տեղի ունենար, ոչ մայրն է մեղավոր, ոչ տալը, ոչ եղբայրը, սա դժբախտ պատահար է, որը հարվածել է մի ամբողջ գյուղի սրտին։ Այս պահի դրությամբ որոնումները դեռ շարունակվում են, շուրջ 500 մարդ, փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ, գյուղացիներ փնտրում են, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ջրային սարքավորումներ, կինոլոգներ։ Փրկարար ծառայությունից պատմել են, որ ստուգվել է գյուղի ողջ տարածքը, գետը, անտառային հատվածները, լքված տները, բայց փոքրիկից ոչ մի հետք։ Միայն երեկոյան անտառի մի հատվածում հայտնաբերվել է մի քանի հագուստի կտորներ, բայց պարզվել է, որ դրանք փոքրիկին չեն պատկանում։ Ծափաթաղը փոքր համայնք է մի քանի տասնյակ ընտանիքներով, այստեղ բոլորը միմյանց ճանաչում են, և Տիգրանը բոլորին ծանոթ էր։ Հիմա գյուղի տղամարդիկ որոնում են անտառում։ Գյուղը դարձել է մի ամբողջ սիրտ, բաբախող հույսով։ Նրանց տանը հավաքվել էին Տիգրանի հարազատները, գյուղի հարևաններն ու աղոթք են բարձրացրել առ Աստված, ուր հանետացավ փոքրիկ Տիգրանը։ Ինչ է տեղի ունեցել իրականում, կպարզեն ոստիկանները, բայց մինչ այդ աղոթքով և հույսով սպասում ենք փոքրիկ Տիգրանի վերադարձին։ Երկու եղբայրներով մոստի տակով իջել են անտառ, մեկը եկել է, մյուսը չէ։ Այս մասին Ֆակտորիայի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, որոնվող 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի եղբայրը։ Հարցին երեխան չի պատմում պատճառը, թե ինչու մյուս փոքրիկը չի կարողացել հետ գալ, պատասխանել է, որ երեխան չի կարողանում խոսել։ Կամո Ցուցուլյանի խոսքով որոնողական աշխատանքները դեռևս ոչ մի արդյունք չեն տվել։ Դրանք իրականացվում են հնարավոր բոլոր վայրերում, ստուգվում են բոլոր վարկածները։ Այս պահի դրությամբ առևանգման վարկած չի դիտարկվում, կիրառում ենք բոլոր տեսակի տեխնիկական միջոցները, տեղում են հատուկ պատրաստություն և որակավորում անցած փրկարարները, նշել է Ցուցուլյանը, հավելելով, որ կան բազմաթիվ վարկածներ, ոստիկանությունը բազմապրոֆիլ աշխատանքներ է կատարում, փրկարարներն էլ աշխատում են նրանց հետ համատեղ։ Միասնական աղոթք 3-ամյա Տիգրանի ողջ գտնվելու համար։ Քո անունով եմ խնդրում, ամենակարող Տեր, թող գտնվի երեխան, թող գտնվի Տիգրանը։ Այս բառերն այսօր հնչում են ոչ միայն Ծափաթաղ գյուղում, այլ ամբողջ երկրում։ Գեղարքունիքի լեռների տակ մառախուղի ու ցրտի մեջ մարդիկ կանգնած են, լուռ, գլխահակ, ձեռքերն առաջ պարզած դեպի երկինք։ Յուրաքանչյուրն իր ձևով է աղոթում, մեկը շշնջալով, մյուսը լուռ արտասվելով։ Տիգրանն ընդամենը 3 տարեկան է, խելոք, ժպտերես, աշխույժ երեխա։ Ծափաթաղ համայնքի մանկապարտեզի աշխատակցուհին արցունքոտ աչքերով լրագրողներին պատմել է. «Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր մարդիկ։ Երեխան միշտ մաքուր, կոկիկ, սիրուն հագնված էր գալիս մանկապարտեզ, աշխույժ էր, բայց նաև շատ սրտով։ Մի օր 2 կոնֆետ էր բերել, ասում է՝ «Էմա տատի, քեզ համար եմ բերել»։ Ասում եմ՝ «Խի ես բերել, ցավդ տանեմ»։ Ասում ա՝ «Դու ինձ միշտ կոնֆետ ես տալիս, հիմա էլ ես եմ քեզ տալիս»։
Այս փոքրիկ ժեստը հիմա դարձել է ամբողջ գյուղի հիշողության ամենաթանկ պահը։ Տիգրանի այդ ժպիտը բոլորը հիշում են և հիմա հենց այդ ժպիտն են փնտրում անտառի ամեն թփի տակ, գետի փոսի մեջ։ Արդեն 2 օր է Գեղարքունիքի լեռներն ու դաշտերը ցրտաշունչ են, գիշերները ջերմաստիճանն իջնում է, բայց փրկարարները չեն հեռանում, կամավորները, տղամարդիկ, կանայք, անգամ ուսանողներ Երևանից գալիս են ու միանում որոնումներին։ Բոլորը փնտրում են ու բոլորը մեկ նպատակ ունեն՝ գտնել Տիգրանին, և բոլորը հույս ունեն, որ նա ողջ է։ Տղան ուժեղ է, Տիգրանը չի կորի, ասում է գյուղի մի պապիկ, էդ երեխան Աստծո պարգև ա, Տերն իրա ճանապարհը կբացի, ավելացնում է մյուսը։ Տիգրանի ընտանիքը սովորական, բայց լուսավոր ընտանիք է, հայրը աշխատասեր, հողագործ մայր է։ Մայրը գյուղի ռեստորաներից մեկում հավաքարար։ Բազմազավակ են, 5 երեխա, մաքուր, կարգապահ, իրենց գործին նվիրված։ Ես նրանց բոլոր երեխաներին ճանաչում եմ, Տիգրանն ամենափոքրն էր, բայց ամենախելոքներից մեկը։ Երբեմն մանկապարտեզից հետո գալիս էր նստում կողքիս, ասում է՝ մա տատի, գիտես, ես կուզեմ մեծանամ, փրկարար դառնամ։ Դե լսում էի ու ծիծաղում, իսկ հիմա իրեն են փնտրում փրկարարները, ասում է տատիկներից մեկը։ Այս խոսքերից հետո գյուղում լռություն է իջնում, ոչ ոք չի կարողանում շարունակել։ Տիգրանի հորաքրոջ որդին պատմել է, որ հնարավոր է, որ երեխային գողացել են, միգուցե մեքենայով են տարել, Տիգրանը մենակ չէր, եղբոր հետ էր, բայց փոքրիկ եղբայրը չի խոսում, չի կարողանում պատմել ինչ է տեսել, գուցե ինչ-որ բան է նկատել, բայց չգիտի ինչպես ասել։ Իհարկե, այս վարկածը դեռ չի հաստատվել, սակայն իրավապահ մարմիններն ուսումնասիրում են բոլոր տարբերակները, որոնումներն իրականացվում են միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ գետափնյա տարածքներում, անտառի խորքերում, գյուղամիջյան ճանապարհներով, ինչպես նաև հարևան գյուղերի սահմաններում։ Ծափաթաղի բնակիչներն ասում են, որ երբևէ նման միասնություն չեն տեսել, բոլորը միմյանց